Դուք արտահերթը բացառում եք ընտրությունները։ Հա, իհարկե, իսկ դրա նախադրյալը ո՞րն է որպես այդպեսի։ Ինչ նախադրյալ կա արտահերթ ընտրությունների, ես նման բան չեմ տեսնում առհասարակ։ Պարոն Ալեքսանյան, այս Քարնեգի հիմնադրամից հայտնել եմ, որ Թրամփի վարչակազմը Երևանին եւ Բաքվին առաջարկներ է արել, Ադրբեջանը Հայաստանով այդ ճանապարհի մասով, ինչ առաջարկների մասին է խոսքը։ Ես չեմ կարող մանրամասներ հայտնել այս թեմայի կապակցությամբ, կարծում եմ արտաքին գործերի նախարարությունը ըստ անհրաժեշտության պարզաբանումներ կտա այս հրապարակման հետ կապված։ Չեմ կարող ասեմ արտաքին գործերի նախարարությունը այս թեմայով ըստ անհրաժեշտության պարզաբանումներ կտա։ Պարոն Ալեքսանյան, քիչ առաջ ազգային ժողովը քվեարկեց, ազգայնացնելու այդ հրատապ Սա դեռ ազգայնացնելը չէր, բայց ասեք։ Հա, բայց ընդդիմադիրներն արձագանքում են, ասում են, որ այս իշխանությունը ինչին կպնում է, նախ տապալում է եւ անգամ օրինակներ էին բերում, օրինակ ասում են, այս ընթացքում անգամ չեք կարողանում միջև հիմա հստակեցնել, պետք է խանութներում տոպրակ տրամադրել, աղը պիտի դնել տրվի սեղանին, թե չէ, անգամ այս մանր հարցերը չլուծողները խոսում են մեծ ծրագրերից։ Եվ սա ամենայնիվ խլելու գործընթաց չէր իվեր։ Այդ այն մարդիկ են ասում, ովքեր ծակ շապիկներով եկել են Հայաստանում իշխանության Ղարաբաղից, առանց Հայաստանի քաղաքացիության դարել են Հայաստանում նախագահ, հետո Հայաստանի ժողովրդին պատկանող հեծը ուշադրություն 12 միլիոն դոլարով տվել են սրան նրան, այդ մարդիկ են ասում, որ մեր ձեռը ինչին կպնում է բանալինում։ Այդ այն մարդիկ են ասում, ովքեր որ պատից կախ չտեսնելով դարել են ԶՊՄԿ-ում օրինակ բաժնետեր, այդ մարդիկ են ասում։ Բնականաբար նրանց այդ բիզնես ունակությունների ու մնացածի հետ մենք համեմատվել բնականաբար չենք կարող։ Ու այս խոսույթը ինձ թվում է դուք շատ եք լսում, չէ՞։ Այ այդպես բարբերաբար դաշտ անեթում, այ որ դուք պաշտոն չունենաք, դուք ով եք, գիտեք ինչի մասին է այդ խոսույթը։ Օրինակ ես որպես падգամավոր, որ պահին պաշտոն չունենամ, այդ պահին ես միլիարդ հատեր չեմ ելնելու։ Այսինքն ես պետական պաշտոնը չեմ օգտագործում անձնական ունեցված կուտակելու համար։ Դիցուկ օրինակ Ռոբերտ Քոչարյանի պես, ով որ մենակ պաշտոնական հայտնաբերված այս պահին թվերով 200 միլիոն դոլարի ունեցվածք ունի, որը պահանջվում է պետականացնել։ Այսինքն հասարակությունը հիմա նախկին ու ներկա այդ կռվի մեջ է եւ իրեն հետաքրքիր չի, իրեն հետաքրքիր այն որ արդյոք հեծը նորմալ կաշխատի, հոսանքի գինը օրինակ հոսանքի գինը նույնը կմնա, պարոն Ալեքսանյան, դուք կարող եք հանրության օրինակ վստահեցնել, որ հոսանքի գինը փոփոխման չի ենթարկվում։ Ես կարող եմ հանրությանը վստահեցնել, օրինակ, որ այլևս ըստ թվերի, օրինակ գիտեք, հեծը ինչքան ներդրում արել ենթակառուցվածքների մեջ։ Ըստ թվերի ինչքան, ասեք։ Կարգավորող հանձնաժողովի 90%-ով իր ներդրումները։ Այո, եւ ինչքան ա եղել այդ ներդրումները։ Դե եթե մի քանի 100 միլիոն դոլարի իբր ներդրում ա կատարվել։ Սիրելի քաղաքացիներ, որ հիմա դիտում եք մեզ, ձեր գյուղում որևիցե մի էլեկտրասյուն փոխվել ա, թե չի փոխվել։ Թե այն սովետի վաղտվա դրած փայտից այն արդեն ճաքեր տված սյուներն են։ Ձեր գյուղում կամ ձեր քաղաքում առհասարակ բացի այն շոչիկների կներեք արտահայտությանս համար շոչիկ բառի, շոչիկների այն երկաթյա տուփերից ինչ որ ուրիշ ենթակառուցվածքային ներդրում դուք տեսել եք թե չեք տեսել։ Ես ձեզ վստահեցնում եմ, ես ձեզ ինչ պիտի դրվեր շոչիկների տեղը չէ։ Այդ 600 միլիոն դոլարը որպես այդպեսին դրա մեծ մասը ներկայացվում է, որ արվել է, դա եղել է այդ շոչիկների թանկանա թե չէ, պարոն Ալեքսանյան։ Չեմ կարծում, որ հոսանքը թանկանալու որևէ նախադրյալ կա։ Նիկոլ Փաշինյան